Քաղաք, որին արժանի է Գյումրեցին, պարոն Գրիգորյան, ինչ քաղաք եք խոստանում գյումրեցիներին ու քարոզարշավի առաջին օրներ ինչպես դրեցիք հիմքը։ Քարոզարշավի առաջին օրով ավանդույթին համաձայն հանդիպել եմ մեր թեմի առաջնորդին, Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աջապահյանին, օրհնությունն ենք ստացել, որից հետո քարոզարշավի մեկնարկը տրվեց, ծրագրերի մասին խոսեցինք, մեծ հավաք էր եւ դրանից հետո քայլերթով եկել ենք մեր Սուրբ Յոթվերք եկեղեցի մոմավառության։ Այսպես։ Քաղաքացիները քայլերթի ընթացքում բավականին հետաքրքրությամբ վերցնում էին թերթիկները հասկանալու թե ինչպիսի Գյումրի եք խոստանում իրենց, կխնդրենք նաեւ ներկայացնեք հագիրճ թե ինչպիսի Գյումրու համար պետք է հենց ձեզ ընտրեն։ Ուրեմն պիտի Գյումրին լինի կանչող, պիտի Գյումրին լինի տրամադրությունների քաղաք, պիտի Գյումրին լինի զարգացող մշակութային, սպորտային, մեծ ու փոքրի հարգանքը պահող, արժանապատվությունը պահող, ամենալավ բաները Գյումրու հետ կապված պիտի փորձենք պահել։ Իսկ գյումրեցին ինչու հենց ձեզ պիտի հավատա ու ընտրի։ Որովհետև գյումրեցին այս տարիների ընթացքում տեսել է ինձ, ես մշտապես Գյումրիում եմ եղել, իմ գործունեությունը ամբողջությամբ եղել է Գյումրի քաղաքում, ես ոչ մի օր չեմ բացակայել իմ քաղաքից եւ այս տարիների ընթացքում իմ ամբողջ կատարած աշխատանքը հենց ուղղված է եղել Գյումրի քաղաքին եւ գյումրեցիներին։ Հավանաբար վերլուծությունը արդեն հասցրել եք արել գյումրեցիների հիմնական խնդիրների վերաբերյալ, որոնց են դրանցից առաջնայինները։ Առաջնայինները բոլորս էլ գիտենք, հասկանում ենք, անօթևանության խնդիրը, փողոցաշինության խնդիրը, այսօր նաև գումարվել է այդ խնդիրներին արցախցիների խնդիրը, արցախցիների անօթևան լինելու խնդիրը շատ է ժողովուրդ, գյումրեցիների խնդիրները իրականում շատ մեծ է, հսկայական աշխատատեղերը, որը ամենակարևորներից մեկն է, բայց ճիշտ է այս ընթացքում փորձում են այս քաղաքապետի ընտրությունները տանել դեպի աշխատատեղերի խոստումների, բայց մենք հասկանում ենք, որ քաղաքապետը մեծ հաշվով աշխատատեղեր ստեղծելու այդքան էլ մեծ հնարավորություն չունի, բայց մենք ունենք նաև դրա բանաձևը եւ տուրիզմի զարգ տալով մենք նաև այստեղ լուծելու ենք աշխատատեղերի հարցը, մեծ թվով աշխատատեղերի հարց ենք փորձելու լուծել ու այն ինչ որ մենք ունենք ծրագիրը բնականաբար առաջի օրն է քարոզարշավի, տարբեր ձևի, տարբեր խողովակներով մենք մեր ծրագրի դրույթները մանրամասն մեր գյումրեցիներին ներկայացնելու ենք եւ դրանով պայմանավորված մեր գյումրեցիները կտեսնեն թե կոնկրետ մենք ինչպես ենք պատկերացնում Գյումրու զարգացումը, Գյումրու առաջընթացը։ Եվ 9 քաղաքական ուժու դաշինք, ինչպես եք պատկերացնում պայքարը քաղաքապետի ու ընդհանրապես քաղաքային իշխանության համար ու այսօր բոլոր ուժերը մեկնարկում են, հա, իրենց քարոզարշավը ինչ կմաղթեք, արդար մրցակցություն կլինի ըստ ձեզ։ Դե չգիտեմ, մենք մեր պահով պատրաստ ենք արդար մրցակցությունը ապահովելու, մնացած ամեն մեկը իրենց փոխարեն պիտի ասեն, որոշակի բաներ նկատվում է, բայց այս պահին առաջի օրն է կսպասենք, կհասկանանք, բոլորին մաղթում եմ հաջողություն, չմոռանանք, որ ընտրությունները անցնելու են, գնալու են, այդ բոլոր քաղաքական ուժերը, որ եկել են այսօր Գյումրի ու փորձում են Գյումրիում օգտագործել այս ամեն ինչը, իրենք էլ հասկանան, որ իրենք թողնելու են, գնալու են ընտրություններից հետո իրենց հետևից թողած խառնակշությունը մնալու է մեզ գյումրեցիներից ու մենք եք այդ ամեն ինչի տակից վերջում դուրս գալու, այնպես որ ինչ որ անում եք, նաև հաշվի առեք, որ ձեզանից հետո էլի կյանք կա, ձեզանից հետո էլի Գյումրին լինելու է, մնալու է, այնպես արեք, որ տեղ թողնեք ձեր թիմագիցների համար, ամեն մեկը ում համար, որ գալիս է Գյումրի քաղաք, տեղ թողնեք այդ մարդկանց համար, այս քաղաքում շարունակեն գլուխները բարձր մանկան այս քաղաքում եւ խնդիրներ չունենան։ Հարցել է ստամբից։ Ինչ պիտի անոր զադի դրես։ Հատպես տարբերակ։ Ուրեմն այդ զադնու հետ կապված լավ խոսք կա, մեր զադին անջատած է։
մենք զատնի չունենք, բայց այդ չենք ասում հենց այնպես ասելու համար։ Այդ մեր անցած ճանապարհը, մեր ապրած կյանքով մենք ցույց ենք տվել, որ անձամբ ես հետ քայլ անելու խնդիր չունեմ ու երբևիցե հետ քայլ արած չկամ։